Հիսուսի առաջին աշակերտները։ Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը և իր հետ իր աշակերտներից երկուսը, և նայելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը, Աստծու գառը»։ Երկու աշակերտները նրանից լսեցին ինչ խոսեց և գնացին Հիսուսի հետևից։ Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի, որտե՞ղ է քո օթևանը»։ Նա նրանց ասաց. «Եկեք և տեսեք»։ Եկան ու տեսան, թե որտեղ էր նրա օթևանը։ Այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև ժամը մոտ 10 էր։ Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսին ու գնացին Հիսուսի հետևից։ Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Կտանք Մեսիային»։ Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան, Հիսուսն ասաց. «Դու Հովհաննեսի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփեաս»։ Փիլիպոսի և Նաթանայելի կոչումը։ Հաջորդ օրը Հիսուսը որոշեց Գալիլեա մեկնել։ Գտավ Փիլիպոսին ու նրան ասաց. «Արի իմ հետևից»։ Փիլիպոսը Բեթսայդայից էր, Անդրեասի և Պետրոսի քաղաքից։ Փիլիպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Ում մասին Մովսեսն օրենքի մեջ և մարգարեները գրել էին, գտանք նրան, Հիսուսին, Յովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։ Նաթանայելն նրան ասաց. «Իսկ հնարավոր է Նազարեթից որևէ լավ բան դուրս գա»։ Փիլիպոսը նրան ասաց. «Արի և տես»։ Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա մի իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։ Նաթանայելն պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի, դու ես Աստծո որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ Հիսուսը պատասխան տվեց նրան ու ասաց. «Հավատում ես իմը, քանի որ քեզ ասացի, թե թզենու տակ տեսա քեզ, դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ Եվ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ պիտի բարձրանան ու իջնեն մարդու որդու վրա»։